Այսօր Պարի միջազգային օրվա առթիվ հրապարակը վերածվել էր մեծ բեմի։ Միջոցառմանը մասնակցելու են եկել տարբեր տարածաշրջաններից 4000 մասնակից, ավելի քան 150 պարային խումբ։ Խմբակներից մեկի պարուսույցը նշեց, որ պարերը միասին չեն փորձել։ Յուրաքանչյուր խումբ առանձին է պատրաստվել։ Ես Գիսաստղ պարային ստուդիայի ղեկավարն եմ, Գիսանեն եմ Ավետիսյան, Պարարվեստի միությունից եմ ազգային։ Այս տարի 8-րդ տարին է լրանում արդեն։ Այստեղ որ տարիքի երեխաներն են ներկայացնում։ 14-ից բարձր մինչև 19 տարեկան երեխաներն են։ Խմբից նկատեցի, որ այստեղ 4000 երեխա կհայտարարեցին, ձեր խմբից քանի։ 30 երեխա է մասնակցում։ Իսկ այստեղ 4000-ով նախապես որոշել եք ինչ պարերի։ Այո, նախապես Կարեն Գևորգյանը ուղարկել էր մեզ տարբերակները պարերի, որպեսզի երեխաներին ուսուցանվի։ Մեկ ամիս առաջ մենք սկսել էինք ուսուցանումը։ Իսկ ինչ շնորհավորանք ունեք հղելու Պարի միջազգային օրվա։ Քանի որ մեր բնակավարը բավականին դժվարին օրեր է այս պահին ապրում, ցանկանում եմ, որ բոլոր պարուսույցները նախապես դրված իրենց բոլոր գաղափարները եւ ծրագրերը կարողանան իրականացնել ավելի հեշտությամբ։ Եվ մեծ զարգացում եմ մաղթում պարարվեստին Հայաստանում։ Շատերը խոսում են այն մասին, որ պարարվեստը առհասարակ հայ ազգայինը գնում է դեպի կործանման ու որ չի պահպանվում։ Ձեր կարծիքը արդյոք երիտասարդ ծերունդը կարող է պահպանել։ Մենք ունենք բավականին ամուր ծերունդ հիմա ու ունենք շատ լավ պարուսույցներ, ովքեր ազգայինը պահում են, սերմանում են, տարածում են, կարծում եմ, որ կստացվի մեզ մոտ։ Հայկական ազգային պարերը լինում են երկու տեսակի՝ պարզ եւ բարդ։ Այստեղ ներկայացված էին պարզ պարատեսակներից 3-ը։ Պարոն Գևորգյան 7 շրջան, հա, սկզբում, բայց հետո ավելացա շրջանները ու այսօրվա տոնի խորհրդի մասին կգիտեմ։ Նախ առաջինը շրջանները ավելացա, որովհետև ցանկացողների թիվը մեծացավ եւ շատ մեծ զանգված ստացվեց եւ ամեն օր ստանում ենք բազմաթիվ նամակներ եւ հեռախոսազանգեր, որ նրանք նույնպես ուզում են մասնակցեն այս հետաքրքիր շուրջպարին։ Իսկապես ստացվեց շուրջպարը եւ տոնը դարձավ տոնական 150-ից ավելի պարախմբերի, նրանց ղեկավարների եւ մասնակիցների շնորհիվ։ Հայկական որ պարերն եք ընտրել։ Ինչպես տեսակ, մենք ընտրել էինք պարզ պարաձևերից 3 հրաշալի նմուշներ, պարանմուշներ։ Առաջինը դա հարս խանեներ, ծիսական, հարսանեկան ծիսական պարեր, որ հարսին տնից հանում են։ Երկրորդը դա մեր հայտնի ժողովրդական քոչարի պարներ եւ երրորդը կարոտ ժողովրդական պարներ։ Իսկ որևէ սկզբունքով ընտրվել են պարերը։ Պարերը ընտրվել են նախ եւ առաջ, որ շրջանով լինեին դրանք, որ նաեւ մասնակիցների համար հեշտ լիներ սովորելը։ Եվ հետո նպատակը նա էր, որ եւ ձեռքերի դրությունները եւ շարժումների դրանք խորհրդանշեին որոշակի սիմվոլիկ նշանակություն ունեցող պատկերներ եւ բոլոր պարերի մեջ դրանք զգացվում է, եթե նայեք վերևից։ Փորձ քանի անգամ եք արել, թե այստեղ են հոսել։ Նախապես պարերը նկարահանվել են, ուղարկվել են բոլոր մասնակիցներին, 4000-ից ավելի մասնակիցների, երաժշտությունները ձայնագրվել է ստուդիայում։ Եվ ես արդից օգտվելով նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Պարարվեստի գործիչների միությանը, Պարարվեստի միությանը, ժողովրդական արվեստների երկի եւ պարի ազգային կենտրոնին, ովքեր որ կարողացան ամբողջական կազմակերպչական արդյունքում ստանալ այսպիսի հրաշալի տոնական օր։ Այո, եթե անկեղծ ասեմ, ստացվեց, որովհետև շատ դժվար է մեկ օրվա մեջ 4000 հոգի բերել հրապարակ եւ 4000 հոգի շարժվել նույն երաժշտության տակ եւ նույն ոգևորությամբ։ Շնորհակալ եմ։ Իսկ պարն ինչպես է դաստիարակում երեխաներին։ Պարը ոչ միայն հոգեկերտվածքի, այլ բնավորության գիծ է, խառնվածք է, ազգային նկարագիր է, այն ինչպես որ պարն է դաստիարակում երեխային, Կոմիտասն ասում էր երեխաներին քարոզ կարդալ պետք չէ, երեխաներին տվեք իրենց մշակույթը, դա ամենամեծ դաստիարակությունն է։ Այստեղ տեսա գերակշռում են հիմնականում աղջիկ երեխաներին, չեք կարծում տղա երեխաների քանակը ինչու է։ Որովհետև պակաս կա, տղա երեխաները ֆուտբոլի են գնում, կարատեի են գնում, գերադասում են ավելի, ընտրում են ավելի սպորտը, ուժային մարմնամարզությունը, ֆուտբոլը, բայց կարծում եմ, որ ժամանակը դրանք այս հարափոփող ընթացքների մեջ ժամանակավոր են, կգա ժամանակ, որ տղաները կրկին ցանկություն կունենան պարելու։
Իսկ ինչպես պահենք ազգայինը։ Ազգային մշակույթը պահելը մեր հոգեկերտվածքն է, ինչպես նշեցի, ազգային խառնվածքն է, ստուկացն է, այսպիսի միջոցառումներով է վերաիմաստավորվում մեր վաղվա օրը, սա ամենակարճ ճանապարհն է ազգային պարը հանրահռչակելու, փոխանցելու մեզանից հետո եկող սերունդներին։ Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար։ Նրանք շատ ուրախ էին, որ ազգային պարերի մի մասն են կազմում։ Հավես փոքրուց պարում եմ ու արդեն շատ ժամանակ է պարի մեջ, հա։ Արդեն սիրով գալիս եմ։ Փոքր ժամանակվանից սիրել եմ պարը, արդեն 11 տարի է հաճախում եմ ու սիրում եմ պարը, չեմ կարող։ Սիրում եք բոլորը։ Այո։ Իսկ ինչու եք հենց հայկական պարն ընտրել։ Որ ավելի շատ զարգացնենք մեր մշակույթը ու հիշենք ու ավելի գեղեցիկ է հայկական պարը ինձ համար։ Որ բոլոր երկրները, մնացած երկրները բացի մեր երկրից, տեսնեն մեր պարը եւ հետաքրքրվեն մեր երկրով։ Իսկ որ պարի խմբակն եք հաճախում։ Նազելի Dance Studio։ Ինչի եք ընտրել Նազելի Dance Studio։ Ինչու ինք մխիթ Ուրիշ տարբերակներ չկար, քանի որ այնտեղ մեր ընկեր Սոնան է։ մեր ընկեր Սոնան է։ Դուք ինչու եք ընտրել պարը։ Այո, դասավանդում եմ արդեն շուրջ 25 տարի է դասավանդում եմ, ավարտել եմ մանկավարժական համալսարանի պարվեստի բաժինը, Կանարին Գևորգյանի սանն եմ եղել եւ շատ ուրախ եմ, որ նման միջոցառումներ կարող է լինել, որ երեխաները սիրով մասնակցեն եւ մեր հայկականը, մեր ազգայինը մենք ամբողջ աշխարհին ցուցադրենք։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։